Հոկտեմբերի 27-ը Արցախի բանակցային գործընթացը եւ կարգավիճակը մեր անկախությունը ինչ կապ ունի հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյան Կանոն Դեմիրճյանի հրապարակային գնդակահարությունը Արցախի բանակցային գործընթացի հետ ու մեր անկախության հետ։ Դիտարկենք այդ հանգամանքները, փաստերը ոչ մի նախկին պարսաստիճա պաշտոնյա, առավել ևս նախագահներ, ներկաներ չի կոնկրետ հասցեագրվել, թե ում պատճառով այդ հրապարակային գնդակահարությունը եղավ, դա հրապարակային պատիժ էր, որտեղ բարձրաստիճան ամենապրոռուսական, ամենառուսաստանի նվիրյալ ներկայացուցիչներին Կանոն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի Կրեմլը իր գործակալներով հրապարակավ գնդակահարել է, որտեղ բարին գործից հանեին դժբախտ պատահարով հիվանդությունով մանային իմպիչմենտներ, ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանի մի շաբաթվա մեջ ՀՀՇ-ն Լևոն Տեր-Պետրոսյանի հետույքի մեջ չելնող դարավ երկրապահ ու Տեր-Պետրոսյանին թռցրին դուրս, Սերժ Սարգսյանը 2018 թվականի մի շաբաթվա մեջ թռցրին դուրս, 2018 թվականին հանրապետականն է դաշնակի հետ Նիկոլին իշխանություն տվել, Հայաստանի քաղաքացին Նիկոլին ընտրել է դեկտեմբերի 9-ին 2018 թվականին, 18 թվականի մայիսին Նիկոլին հանրապետականն է ընտրել, մենք չենք ընտրել, հայությունն էլ նկատի ունենք, ես Նիկոլին չեմ ընտրել, ամենայն դեպս, որն է պատճառը, որ Վազգեն Սարգսյանին ու Կանոն Դեմիրճյանին հրապարակով գնդակահարին ու ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա ասում է հզոր ուժ էր, բայց հզոր ուժ չի Կրեմլն է, չի ասում, որովհետև Կրեմլի հետ համահանցակից են, չեն էլ ասում Եվրոպա, Ամերիկա, որտեղ կպահանջեն Ամերիկան ու Եվրոպան կպահանջի փաստեր չներկայացնելու միջև դեպքում էլ սանկցիաներ կկիրառի, այս թալանչի վաշխառուները Եվրոպաներ չեն կայագնան, իրենց սա հարստությունը փողերը գույքը Եվրոպա է, ու այս կոնսուլագեր անասնաֆերմը Հայաստանյան իրենց զարգաց չեն մենա, իրենք իրենց երեխեքը դրա համար ասում են մութ ուժեր, հզոր ուժեր, Կրեմլն է, ուրիշ ոչ ոք։ Նարի Հունանյանը, դա Վազգեն Սարգսյանը այդ ռակետի Վազգեն Սարգսյան ենթակա ռակետի համակարգն է եղել, Վազգեն Սարգսյանի հետ աշխատող, դրա համար որ խորհրդարան են մտել, ոչ ոք չի ստուդիա, ոչ ոք առանց պրոբլեմ մտել են, որտեղ միշտ Վազգեն Սարգսյանի հետ են եղել, ոչ ոք դուք չի արել կայնացնի։ Արդյոք Ռոբերտ Քոչյանը մասնակից է հոկտեմբերի 27-ին ցանկություն ունեցել է Վազգեն Սարգսյանի վերացնի Կանոն Դեմիրճյանի հետ իհարկե ունեցել է, հնարավորություն ունեցել է, ոչ, չի ունեցել, այդքան քաշ չի ունեցել Հայաստանում այդքան հրապարակող գործունեության համար շատ հզոր քաշ է պետք է, դե Հայաստանում ոչ ոք չի ունեցել, ծիխարի կանեն են խորխորուն տատախած մատախած որ խփում են Արկայինի վարչության պետ Դեզդան, դա հա, բայց հրապարակող, դա հզոր ուժ է պետք։ Նայենք ինչ բան է եղել Արցախի հարցի կարգավորման շուրջ, որի պատճառով հրապարակավ մեր խորհրդանում ամենապահպանվող թիվ 1 տարածքում խորհրդան ազգային ժողովը, մեր թիվ 1 տարածքն է, ամենապահպանվող տարածքն է ու թիվ 1 մարկանցը Կանոն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյանի հրապարակավ դեպուտատներին 9 հոգու ընդհանուրը հրապարակավ գնդակահարել են, այդ Աֆղանստանի Ամինի պալատի նման հրապարակով տերակտ է եղել, որտեղ Աֆղանստանն էլ է Ամերիկայի հետ պայմանագիր է կնքել, այնտեղ ատոմային բայգալով կեքարտերներ պիտի տեղադրել, ռուսը իմացել է, մտել է Աֆղանստանի գրավել է։ Հիմա ինչ ունենք մենք 95 թվականին մենք ունենք 94 թվականի մայիսին մենք երկու ամսով հրադադար ենք կնքել, որ խաղաղություն կնքվի, խաղաղություն չի կնքվել, ոնց որ 20 թվականի նոյեմբերի 9-ին խաղաղություն ու հրադադար իրար հետ, երկու ամսով հրադադար է կնքվել, որ երկու ամիս հետո խաղաղության պայմանագիր է կնքվի, որը որ չի կնքվել։ 95 թվականին եղել է հրադադարի ամրագրում, 96 թվականին եղել է Լիսաբոնի գագաթնաժողով, որտեղ ԵԱՀՎ-ն տարածքային ամբողջականության շրջանակում Արցախին տվել է բարձր կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ եւ միջազգային խաղաղապահներ, մինչեւ այդ բանակցային տարբերակով այդ հարցերը լուծվի։
97 թվականի հունիսին եղել է փաթեթային տարբերակ, Արցախի կարգավիճակ, տարածքային հարցերի միաժամանյակալ լուծում, այսինքն այդ ազատագրացողերի հետ են տալի Քերբաջալաչինը մնում է, այդ սա իրար այդ Արցախի կարգավիճակը լուծում է 97 թվականի հունիս, 97 թվականի սեպտեմբերին փուլային տարբերակն է, նախ տարածքներն են տալի, Աղդամ, մեկ էլ էս Արաքսի Աղդամը, Արաքսի դաշտավայրը ու Մեղրին 97 թվականին աշունը նոր միջազգային երաշխիքով, միջազգային խաղապահներով Արցախի կարգավիճակը ճշտում են Ադրբեջանի կազմը անկախ Հայաստանը միանում 98 թվականին արդեն որ բանակցային Ամերիկա-Ֆրանսիա միջնորդությամբ պահանջով եղել է մի պետության կոնցեպտ, այսինքն մեր խորհրդանի հրապարակավ գնդակահարությունը ամենապրոռուսական Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյանի Կրեմլի նվիրյալների հրապարակավ գնդակահարությունը եղել է մի պետության կոնցեպտի պայմանագիրը չստորագրելու համար 97 թվականի այդ փուլային կամ փաթեթային տարբերակները հետ եղավ, որտեղ Լևոն Պետրոսյանը թռավ, այդ ՀՀՇ-ն որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետույքի մեջ չէր ելնում, մի շաբաթով ուրացավ, դառավ երկրապահ Լևոն Տեր-Պետրոսյանի թռցրին։ Դա 98 թվականի նախագահական ընտրություններն էր, հետո 99 թվականի գարունը, ապրիլ-մայիսին խորհրդարանական ընտրությունները, որտեղ Վազգեն Սարգսյանը ու Կարեն Դեմիրճյանի կոալիցիան անցավ խորհրդարան, մեծամասնություն դառավ, Կարեն Դեմիրճյանը խորհրդարանի նախագահ, Վազգեն Սարգսյանը վարչապետ դառավ ու այդ արդեն աշունը պիտի ստորագրվեր 98 թվականին արդեն ընդհանուր պետության այդ կոնցեպտը կար կամ Ադրբեջանի կազմում այնտեղ ոնց որ Կիպրոսն ու Հունաստանն է կամ այնտեղ Սլովակիա, Չեխիա, Սլովակիա այդ կարգավիճակում ամեն ինչով այնց դաշնակցային մի պետություն կամ Հայաստանի միանում է այդ տարբերակն է եղել, որ արդեն պատրաստված է ստորագրվել, դա 98 թվականի նախագահական ընտրություններով, 99 թվականի գարունը խորհրդարանի ընտրություններով դա սառեցվեց, որ աշունը արդեն պիտի ստորագրվեր, մտնում են խորհրդարան, խփում են ամենանվիրյալ կրեմլյան պրոռուսական գոչիչներին, խորհրդարանը թիվ 1 պահպանվող տարածքն է, Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան և այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը մեր թիվ 1 պահպանվող ղեկավարներն են եղել, հրապարակավ Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին խփել են, որտեղ պիտի ստորագրվել մի պետության կոնցեպտը ԵԱՀԿՎ-ի կողմից հաստատված, որը Կրեմլը համաձայնվել էր, բայց չէր համաձայնվել, դրա համար հրապարակավ գնդակահարություն արեց, շատ կարճ ժամանակ հետո Գույք պարկի դիմաց 98 միլիոն դոլարի դիմաց մեր հզոր պոտենցիալը վերացվեց մեր ռազմաարդյունաբերության այդ մնացորդները, որ Կրեմլի այդ ռուսաց կոնսուլյադեր անասնաֆերմա սարքած Հայաստանը մնա կոնսուլյադեր անասնաֆերմա Կրեմլի հսկողության տակ և տեղացի այդ անասունի կարգավիճակում ռուսի կողմից հային անասունի կարգավիճակ սարքած են ամենալպիչներից արգել ղեկավար մի քանի տասնյակ միլիարդ դոլարով Ռուսաստանը մեր հաշվին հարստանամ